առաջ մենք առաջարկեցինք եվրոպական քաղաքական ընտանիքների անդամ տարբեր հայկական կառույցներին միասնական կոչով իմել Եվրոպական միության ղեկավարությանը, գալի գագաթնաժողովի մասնակից պետությունների ղեկավարներին, Եվրոպարլամենտի քաղաքական ֆրակցիաներին եւ այլն, եւ այսօր ունենք արդեն 3 հրապարակված հայկական 6 կուսակցությունների կողմից ստորագրված, իրականում ես չեմ հիշում 20-22 տարի այս գործի վրա եմ, չեմ հիշում դեպք, որ այսքան քաղաքական, գաղափարական տարաձայնություններ ունեցող հայկական կուսակցություններ, որոնք չկի Հայաստանի ներսում տարիներ շարունակ իրար հետ դժվար լեզու են գտել, միավորվեն եւ միասին հանդես գան, միացնեն իրենց ձայնը հանուն, հեսա կընթերցեմ, հանուն այն արժեքների, որոնց հավատարիմ են, հանուն մեր քաղաքացիների, որոնց իրավունքները ոտնահարվում են, հանուն մեր հայրենիքի, որը այսօր գեոպոլիտիկ սակարկման առարկա է դարձել։ Եվ այսպես այսօր հանձնվում է նամակը հանձնվում է Եվրամիության ներկայացության ղեկավարին, պարոն Մարագոսին, որը այս նամակը ստորագրվել է հետևյալ կուսակցությունների կողմից, Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ 2 կուսակցություններ են, Հանրապետական ու Ժառանգությունը, Սոցիալ-դեմոկրատական Եվրոպական միության անդամ Հայ հեղափոխական դաշնակցությունը, Եվրոպական պահպանողականների եւ ռեֆորմիստների անդամ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, Եվրոպայի ժողովրդավարական եւ ազատական ալյանս ՀԱԿ կուսակցությունը եւ Արցախի դեմոկրատական ժողովրդավարական կուսակցությունը, ով մինչ այսօր եւ ապրեն եվրոպացի գործընկերները անդամակցում է Եվրոպական ազատական ալյանսին։ Այսինքն 6 կուսակցություններ, ոչ մեկին չեմ մոռացել, չեմ։ 6 կուսակցություններ, 3 նամակ հրապարակվել է, այսօր չեմ ուզում նորից ընթերցել ձեզ համար, ուզում եմ ընդամենը շեշտել, որ այդ նամակում մենք օգտագործում ենք գալիք Եվրոպական գագաթնաժողովի առիթը, որ կայանալու է ամսի 4-ին եւ 5-ին, որպես ոչ թե Նիկոլ Փաշինյանի նախընտրական շոուի, այսպես ասած, շոուին լուր հետևելու առիթ, այլ այդ առիթով նիկոլական նախընտրական խնջույքը Հայաստանի մասին դառը ճշմարտությունը բարձրաձայնելու առիթ։ Այստեղ զետեղված են 6 հիմնական ուղղություններ, առաջին 4-ը վերաբերում են մարդու իրավունքներին, քաղաքական հետապնդումներին, եկեղեցու վրա հարձակումներին եւ մամուլի ազատությանը, իսկ վերջին 2-ը վերաբերում են Բաքվում գտնվող մեր հայրենակիցներին, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության պատանդառությանը եւ արցախահայության խնդիրներին։ Սա է մեր պահանջը եւ պահանջների մեջ մենք միավորվել ենք նաև հետևյալ կոչերի շուրջ, որ անհապաղ ազատ արձակել Հայաստանի բոլոր քաղբանտարկյալներին, ազատ արձակել Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցներին, այս հանդիպումների ընթացքում բարձրաձայնել Հայաստանում տիրող հակաժողովրդավարական վիճակի մասին եւ նաև հնարավորինս հանդիպումներ ունենալ նաև այլ եվրոպական քաղաքական անդամություն ունեցող այն է այս կուսակցությունների ներկայացուցիչները։ Բաժանորդագրվեք Արմպուլսեյեմի սոցիալական ցանցերում։